Առաջնային ուղիղ եթերում առավոտ լուսոն է եւ ժամանակն է խոսելու մեր ամենասիրելի տոներից մեկի մասին, որը կոչում ենք Վարդավառ, Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը այս տարի հուլիսի 12-ին է նշվելու եւ արդեն մի քանի տարի է այս տոնը հյուրընկալում է մեր երկրի ամենահյուրընկալ համայնքներից մեկը Կողբը եւ այս տարի նույնպես բացառություն չի լինելու եւ հուլիսի 10-ից 12-ը Տավուշում, մասնավորապես Կողբ գյուղում նշվելու է Կողբ Վարդավառ փառատոնը, որը ամռան ամենավառ եւ ամենապայծառ օրերից մեկն է։ Պարզ է, չէ, մեր օրացույցում արդեն ամրագրում ենք այս օրերը, որովհետև գիտենք ուղղությունը, բայց թե ինչ է սպասվելու այս տարի Կողբում, կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Մեր տաղավարում է Կողբ հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը, ողջույն։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ, այն էլ այս գեղեցիկ տոնի մանրամասները ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ուրախ եմ կիսվել մեր նոր Վարդավառի ծրագրով, որը որ այս տարի, ինչպես նշեցիք, հուլիսի 10-ից 12-ն է։ Արդեն 4 տարի է, ինչ Կողբում նոյեմբերյանում իրականացնում ենք Վարդավառը, նշում ենք ավելի մեծ շուքով եւ հրավիրում ենք նաեւ բոլորին, թե մայրաքաղաքից, թե այլ համայնքներից միանալու մեզ։ Իրականում նոյեմբերյանը եւ Կողբը ունեն Վարդավառի նշելու յուրահատուկ առանձնահատկություններ եւ ավանդույթներ, ինչով էր պայմանավորված այս մտքի առաջացումը։ Ինչ ավանդույթներ են։ Այնտեղ օրինակ շատ մեծ շուքով են նշում, ինչպես օրինակ մայրաքաղաքում նշում են Նոր տարին կամ Սուրբ Ծնունդը եւ բոլորը պատրաստվում են երկար, դա շատ ընտանեկան տոն է ու օրինակ ամեն օր ընտանիքներով գնում են հատուկ աղբյուրներ, որը ամեն ընտանիքը ունի որևէ օրինակ սարի վրա եւ այնտեղ բոլորով միասին ընտանեկան նշում են այդ տոնը եւ շատ մեծ ոգևորությամբ են սպասում, կան հատուկ ուտեստներ, որոնք որ պատրաստում են հենց այդ օրվա համար, մի խոսքով մի յուրահատուկ տոնակատարության են վերածում, մեր համար կարելի է ասել սովորական տոնը եւ արդեն 4 տարի են մենք էլ ենք միացել եւ բոլորին հրավիրում ենք միասին նշելու, լինում է ինչպես համերգային ծրագիր, այնպես էլ մշակութային տարբեր հետաքրքիր իրադարձություններ, որոնք որ օգնում են, որպեսզի տոնը իր խորհուրդը ամբողջապես իրականացնի։ Քանի որ 3 օր է լինելու, առաջարկում եմ հերթով պատմել, թե յուրաքանչյուր օր ինչ է սպասում այցելուներին։ Շատ լավ, հուլիսի 10-ին մեզ մոտ ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը այդ օրը նվիրելու է մանուկներին եւ երեխաների համար իրականացնելու է սիմֆոնիկ մուլտֆիլմեր ծրագիրը։ Հենց Կողբում։ Հենց Կողբում, այո։ Եվ այնտեղ լինելու է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան լավագույն մուլտֆիլմերի երաժշտությունները բոլոր փոքրիկների համար եւ նաեւ մեր կողմից ներգրավել ենք բոլոր դպրոցների աշակերտների եւ մոտավորապես 1500 աշակերտներ տվյալ տարածաշրջանից միանալու են մեզ, որպեսզի ավելի ուրախ այդ օրը անցկացնենք։ 1500 աշակերտ չհաշված այն բոլոր հյուրերը, որ հենց այդ օրը կգան Հայաստանի տարբեր համայնքներից ու մայրաքաղաքից։ Այո, եւ շատ ուրախ ենք լինում, երբ որ հենց մայրաքաղաքից են գալիս, քանի որ իհարկե ճանապարհը մի փոքր երկար է, բայց այն ինչին որ մասնակցում են, հետագայում վառ հուշեր եւ տպավորություններ է թողնում, այնպես որ հաստատ արժի։ Եվ առաջին օրը նաև մեր երեխաները կծանոթանան այս տարվա հերոսների հետ, այս տարվա Վարդավառը ունի հերոսներ, Սերիկը եւ Ջրիկը։ Ովքեր են նրանք։ Ամեն տարի Վարդավառը ավելի ընդհանրական տոն էր, այս տարի որոշեցինք, որ այն պետք է ունենա նաև դեմք եւ հատուկ թեմատիկա։ Այս տարվա թեման սերն է եւ ընդհանուր ոգեշնչված է Կոմիտասի սեր եւ ջուր բանաստեղծությունից։ Ողջ կոնցեպտը հենց դրա շուրջ է մտածված, իսկ Սերիկն ու Ջրիկը մեր բարի կերպարներն են, Ջրիկը աղջնակ է, իսկ կներեք, Ջրիկը տղա է, իսկ Սերիկը աղջնակ է եւ նրանք երկուսով ուրախացնելու են մանուկներին այդ օրը եւ ինչու՞ չէ բոլորը կարող են իրենց հետ տանել մի փոքրիկ հիշողություն Սերիկ եւ Ջրիկ այդ օրից, այո։ Վստահաբար Սերիկն ու Ջրիկը էմոցիաների տեսքով կապրեն շատ շատերի հետ ու երկար ժամանակ, մինչ հաջորդ Կողբի Վարդավառը, բայց խոսենք նաև երկրորդ եւ երրորդ օրերի մասին, որովհետեւ բացի ինչպես դուք էլ նշեցիք, համերգային ծրագրերից օրերը իսկապես հագեցած են այլ իրադարձություններով, մշակութային եւ ոչ միայն։ Պատմենք մեր հեռուստադիտողներին, էլ ինչ է տեղի ունենալու այնտեղ։ Նախ այնտեղ առավոտյան սկսում է բավականին հետաքրքիր աժոտաժ, բավականին ակտիվ
ամեն մեկը իր տարբեր հետաքրքրությունները կարող է գտնել այնտեղ։ Նախ նշեմ, որ այս տարի մեզ է միանալու նաև Կարին երգի բարի ավանդական համույթը եւ իրենք ապահովել են, որպեսզի այս տարվա ազգային մթնոլորտը ավելի ոգեշնչող եւ տպավորիչ լինի։ Առաջին օրվա մեր համերգային ծրագիրը լինելու է սիմֆոնիկ նվագախմբի կողմից դարձյալ, բայց այս անգամ ֆոլկ երաժշտության համար պրոդյուսեր Սերուժ Բաղդասարյանի կողմից հեղինակած այդ պարային ռիթմերի նոր մեկնաբանություններով եւ ինչպես նաեւ բոլորը կարող են սովորել նոր պարեր եւ այդ ոգին իրենց հետ ունենալ։ Այնուհետև շարունակելու է երեկոն Գարիկ Սոնաբենդը, արդեն ավելի ուրախ տրամադրություն փոխանցելով բոլորիս։ Նաեւ նշեմ, որ ունենալու ենք ֆիլմերի ցուցադրություններ, օրինակ արդեն ունենք համագործակցություն Ռուբեն Եսայանի հետ եւ իր թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ֆիլմի ցուցադրությունը առաջի անգամ կողմում տեղի կունենա հենց այնտեղ։ Այնուհետև ցանկացողները կարող են մասնակցել ֆիլմի դերասանների եւ հենց հեղինակի հետ տարբեր քննարկումների։ Ցանկացողները կարող են նաեւ համտեսել հետաքրքիր ուտեստներ, որոնք որ պատրաստվելու են հենց տեղում, ոգեշնչված կողմի յուրահատուկ ճաշատեսակներից։ Իսկ լինելու են այն ուտեստները, որոնք հենց այդ տոնի շրջանակներում են կողմի եւ Տավուշի բնակիչները պատրաստում։ Այո, հենց այդ ուտեստներն են լինելու եւ մեր սիրելի բլոգերներից Արմ Վայլդն է իրականացնելու հենց տվյալ ուտեստի պատրաստումը, այնուհետև կիսվելու է բոլորի հետ։ Ցանկացողները կարող են առաջին անգամ հենց համտեսել։ Լինելու է նաեւ տոնավաճառ, որի շրջանակում տեղացիները իրենց ձեռքի աշխատանքները եւ յուրահատուկ ուտեստները վաճառելու են, բոլորը հնարավորություն կունենան եւ համտեսել դրանք եւ գնել իրենց համար հետաքրքիր հուշեր։ Ունենք նաեւ արոմաթերապիայի, յոգայի սեսիաներ, նրանց համար ովքեր հոգնել են շոկից եւ արդեն փնտրում են ինչ-որտեղ որպեսի հանգստանան։ Բազմազան է շատ լինելու ծրագիրը եւ յուրաքանչյուր մարդ կգտնի որևէ հետաքրքրություն իր համար։ Մարիա, դուք անընդհատ ասում եք, որ յուրահատուկ ուտեստներ կան, յուրահատուկ բաղադրատոմսեր, նաեւ Վարդավառին հատուկ, բայց չեք բացում փակագծերը։ Կասեք, ինչ ուտեստների մասին է խոսքը։ Օրինակ տեղացիները շատ են սիրում պատրաստել նազուկ, դա հատուկ ձևով պատրաստվող, այո, հատուկ ձևով պատրաստվող գաթա է, որը որ հենց տոնի բնորոշ է։ Նաեւ քանի որ տոնը շատ երեխայա կենտրոն է, այնտեղ շատ են սիրում պատրաստել Տիգրան Վասիլ, որը որ հետաքրքիր ուտեստ է, որը մարդուկի տեսքով է եւ պատրաստում են հացի համար նախատեսված խմորից, բայց շատ հետաքրքիր ավելի մատուցմամբ եւ տեղացիները դա սիրում են նաեւ հյուրասիրել։ Իդեպ մեր պարողները նույնպես իրենց շրջայցի շրջանակում բոլորին կհյուրասիրեն այդ հետաքրքիր ուտեստներից, գաթաներից, հետաքրքիր թխվածքաբլիթներից, որպեսզի նաեւ բոլորը ծանոթանան այդ ուտեստներին։ Հիմա շատ-շատերին կհետաքրքրի նաև հարցը, թե երբ ենք այդքան հավաքված մարդկանցով խաղալու ջրոցի։ Շատ ճիշտ հարց է, դա արդեն տեղի ունենալու մեր երրորդ օրը, հուլիսի 12-ին, երբ որ հենց նշվում են, եւ այդ օրը սկսելու ենք տոնը ազգային երգով, տոնախմբությամբ եւ պարերով, ինչպես նաեւ հենց ջրոցիով, այնտեղ ունենալու ենք նաեւ ջրցան մեքենաներ, որը որ արդեն տոնի ամենասիրված ավանդույթն է, միշտ այդ մեքենաները միանում են մեզ եւ ավելի ադրենալինով լեցուն են դարձնում տոնակատարությունը։ Բացի այդ նաև լինելու են հատուկ գունավոր բաքեր, որոնք որ կապահովեն, որ ջուրը երբեք չվերջանա եւ արդեն դույլերով կարողանան միշտ նոր ջուր ունենալ եւ դրանով խաղալ եւ այդ օրը նույնպես կունենանք երաժշտական ուղեկցություն տարբեր դիջեյների կողմից եւ կապահովի դա արդեն մեր ուրախ տոնական տրամադրությունը։ Կողմը պատրաստ է այսքան մարդու հյուրընկալել։ Դա ուզում հարցնել, նախորդ տարիների փորձը ինչ է ցույց տալիս։ Այդ հարցը մենք երբեք կողմին չենք տվել։ Ուղղակի գալիս ենք, հա։ Բայց կողմը ցույց է տվել, որ պատրաստ է, ամեն տարի կարողանում է լավագույնս կատարել այդ իրադարձությունը։ Օրինակ նախորդ տարիներին ունեցել ենք մոտավորապես 12000 հյուրեր միջինում, որոնք որ հենց արդեն ժամանած հյուրերն են Երևանից կամ այլ քաղաքներից եւ
բավականին լավ է ստացվում, իրականում հյուրընկալ են բավականին նաև տեղացիները, քանի որ հյուրանոցները այնքան էլ շատ չեն, իրենք սիրով առաջարկում են նաև իրենց տները ցանկացողներին, ովքեր որ ցանկանում են, նաև կարող են այդ փորձառությունը ունենալ եւ մնալ հենց տեղի ինչ-որ մեկի տանը եւ արդեն նաև առավոտյան օրինակ միասին նախաճաշել հենց տեղի բարիքներով, բացի դա նաև ունենք վրանային ճամբարի հնարավորություն, որպեսզի ովքեր որ ավելի արշավական եւ արկածային հանգիստ են սիրում կարողանան նաեւ այդպես մնալ այնտեղ նշեմ որ մեզ են միացել մոտավորապես 15 արշավական ակումբներ ովքեր որ այդ օրերին իրականացնելու են երթեր դեպի կողբ այսինքն ցանկացողները կարող են նաեւ այլ տարբերակով միանալ եւ տեղի շրջակայքը նույնպես բացահայտել այնտեղ ունենք բավականին հետաքրքիր միջնադարյա ամրոց եւ եկեղեցի երկուսն էլ կարող են այդ այցերի ընթացքում տեսնել եւ նաեւ ծանոթանալ այդ մշակութային ժառանգությանը։ Հրաշալի օրեր են, սպասում իսկապես, հուլիսի 10-ից 12-ը, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք, հույս ունենք, որ կողբ Վարդավառը դեռ երկար տարիների կունենա եւ մենք ամեն տարի կխոսենք մեր տաղավարում փառատոնի փոփոխությունների ու նորությունների մասին։ Սիրով կսպասենք ձեզ նաեւ կողբում միասին ուրախանալու եւ նշելու տոնը։ Յանալի, շնորհակալ ենք անչափ եւ սա հրաշալի հնարավորություն է մեր բոլորի համար սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ անգամ այլ տեսանկյունից բացահայտելու մեր չքնաղ հայրենիքը, այս անգամ Տավուշի մարզը կողբը ավելի կոնկրետ եւ տեսնելու թե այդ ինչ առանձնահատուկ ծեսեր կան կամ գուցե տոնին նվիրված երգեր կան, որ մինչ օրս պահպանվել են, լսենք, սովորենք ու մենք էլ փորձենք պահպանել մեր ավանդականը։ Շարժվում ենք առաջ։